Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրության Գազայի, Լիբանանի, Իրանի պատերազմների, անվտանգության սպառնալիքների և Նեթանյահուի քաղաքական ապագայի շուրջ խորացող տարաձայնությունների պայմաններում։ Նա կրկին կհաղթի և կարծում եմ դա լավ է թե Միացյալ Նահանգների, թե Իսրայելի համար։ Նա փորձ ունի, նա սովորել է Միացյալ Նահանգներում, գիտի այնտեղի մտածելակերպը։ Բենյամին Նեթանյահուի կողմնակիցների համար գլխավոր փաստարկը նրա փորձն է։ Իսրայելը հեշտ կառավարելի երկիր չէ, այնպես որ նա անում է առավելագույնը։ Այս տղայի նման ոչ բոլորն են մտածում։ Իսրայելում ռազմական գործողությունները քննադատում են ոչ միայն դրանց նպատակների, այլև հետևանքների համար։ Թվում է մեր երկրում մոռացել են, որ պատերազմներն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմական գործողություններով։ Պետք է հարված հասցնել, իսկ հետո, երբ բավականաչափ ուժեղ ես, նստել բանակցությունների սեղանի շուրջ, ունենալով անհրաժեշտ լծակները։ Նեթանյահուի ամենակոշտ քննադատների խոսքով վարչապետը կարող է պատերազմի թեման օգտագործել նաև սեփական քաղաքական դիրքերը պահելու համար։ Ես համոզված չեմ, որ Բիբին կպարտվի ընտրություններում, բայց համոզված եմ, որ ընտրություններից առաջ նա երկիրը ծայրահեղ վիճակի կհասցնի։ Լինի դա ևս մեկ պատերազմ, թե նոր ցնցում։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի ընտրությունները կանոնավոր չանցկացվեն և ինքը չպարտվի։ Թել Ավիվի փողոցներում շատերը կարծում են, որ Իրանի դեմ պատերազմը Նեթանյահուն վաղուց տանուլ է տվել։ Իրանի դեմ պատերազմը իհարկե ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Իրանի միջուկային ծրագիրն արդեն փաստ է։ Մենք չենք կարողանա կանգնեցնել այն, նույնիսկ եթե դրա համար պահանջվի ևս 6 ամիս կամ ևս 3 տարի։ Քնեսեթի լիազորություններն ավարտվել են հուլիսի 17-ին, իսրայելցիները նոր խորհրդարան կընտրեն հոկտեմբերի 27-ին։ Նեթանյահուի կառավարությունը մոտ 50 տարվա ընթացքում առաջինն է, որ ամբողջական ժամկետ է ավարտել, իսկ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ժամկետներով ավելի քան 17 տարի։ Փորձագետների գնահատմամբ Բիբիի հերթական հաղթանակը այս անգամ ամենևին կանխորոշված չէ։ Ըստ հարցումների Նեթանյահուի Լիկուդը շարունակում է պայքարել առաջին տեղի համար։ Սակայն նրա աջակողմյան դաշինքը չի ապահովում իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Ընտրությունների ելքը կարող են որոշել փոքր կուսակցությունները։ Նեթանյահուի գլխավոր մրցակից Գադի Էյզենկոտը վերջին հարցումներում արդեն առաջ է անցնում նրանից, որպես վարչապետի նախընտրելի թեկնածու։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։